Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Պարոն Խզմալյան, ինչպես պարոն Բաբաջանյանը նշեց, տեղական նշանակության են, բայց դե բնականաբար արտաքին գործոնները եւս պետք չի բացառել, առավելևս եթե դաշինքի անունը ինքնին խոսուն է, հա, Եվրադաշինք, Գյումրիում։ Հիմնականում դաշինքը ձևավորող կուսակցություններին եւ հենց դաշինքին նաեւ շատ հաճախ քննադատում են, որ դուք հանրապետության երկրորդ քաղաքում, որտեղ տեղակայված է Հայաստանի Հանրապետության անվտանգային առանցքային գործոններից մեկը, խոսքը ռուսական ռազմաբազայի մասին է կամ ռուսական ռազմական ներկայության մասին է ավելի լայն իմաստով, ապա նշում են, որ այստեղ նման, այսպես ասենք, հակադրությունների կարիք չկա, հա։ Եվ հենց կամ հակադրություն կամ համադրությունն էլ այս դեպքում կիրառեմ, որովհետեւ Հայաստանի ներկայիս ворթեգրած քաղաքականությունը հենց համադրելիության տրամաբանության մեջ է, հա, չմերժելու տրամաբանության մեջ է։ Այս իմաստով ձեր գնահատականը, մոտեցումները։ Համադրելիությունը սպառված է։ Ինչպես մեր լավ բարեկամ Վանաձորցի մեր գործընկեր Արթուր Սաքունցն ասաց, Եվրոքվեի ու Եվրադաշինքի ստեղծմամբ բոլոր ներկաները դարձան նախկին։ Գյումրին այս առումով ունի առանցքային նշանակություն եւ դա երևում է քաղաքի անվանումների փոփոխության մեջ։ Բոլորին պատահական չէր, որ ռուսական ցարական Ռուսաստանը անվանում էր Գյումրին թագուհու, այսինքն թագավորի կնոջ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի անունով։ Դա հենց այդպես չէր, դա խորհրդանիշ էր։ Պատահական չէ, որ Լենինի սովետական այդ կուրքի անունով վերանվանվեց սովետական Ռուսաստանի կողմից նույն քաղաքը։ Հիմա մենք վերադարձանք Կումայրի մեր հնագույն հաղթանակի սկյութերի նկատմամբ տարբերակի, որի մասին հայերը արդեն մոռացել են։ Այսինքն այդ սահմանային նշանակությունը եւ խորհրդանշական իմաստը Գյումրին կրում է գիտակցաբար կամ ենթագիտակցաբար։ Գյումրին գտնվում է աշխարհի ամենահին փակ սահմանի գլխին։ Աշխարհում չկա ավելի հին փակ սահման, քան այս նախկինում ռուս-թուրքական, օսմանական, հետո սովետա-թուրքական նատոյի այդ սահմանը։ Հիմա այդ սահմանը բացման շեմին է եւ տեսեք մենք ենք առաջնորդում այստեղ, որովհետեւ Թուրքիան նոր մի քանի օր առաջ ձևակերպեց իր ռազմավարական նպատակը մտնել Եվրոխորհուրդ Էրդողանի խոսքերով։ Ընդամենը 2-3 օր առաջ։ Մենք դա ձևակերպել ենք տարիներ առաջ եւ 1 տարի առաջ արդեն բերել ենք կառավարության քննարկմանը։ Այսինքն Գյումրին ազգի անվտանգության խորհրդանիշ է միշտ եղել եւ կմնա։ Եվ ահա այստեղ է, որ մեզ համար ինչն է կարևոր։ Գյումրին կարծես թե տասնամյակներով սովետական շրջանում կրում էր իր վրա, իսկ հետո հետխորհրդային շրջանում անվտանգության խորհրդանիշի իմաստը այստեղ ռուսական բազա է։ Հիմա այդ նույն բազան դարձել է ոչ թե անվտանգության, այլ սպառնալիքի գլխավոր աղբյուր։ Այո, եւ հիմա այն ռազմավարական, աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական ընտրությունը, որը կատարում է ողջ հայ ժողովուրդը, եւ ոչ միայն Հայաստանում եւ Սփյուռքում, կենտրոնացված է Գյումրիի վրա, որտեղ ռուսական բազան, որը չափանիշն է մեր անկախության, եւ մենք անկախ չենք, քանի այդ բազան այստեղ է, պետք է փոխարինվի այլ երաշխիքներով, եւ այդ երաշխիքները մենք ենք բերել։ Դա Եվրամիությանը, ընդ որում այն Եվրամիությանը, որ այլևս ու վաղուց արդեն առևտրային ակումբ չէ, որը ռազմաքաղաքական դաշինք է, որը 800 միլիարդ եվրոյի ծախսեր է պատրաստում անել անվտանգության համար, եւ մենք այդ անվտանգության համակարգի մասը պետք է կազմենք շտապ, այսինքն համալրել դա կամ հակադրել, ինչպես անում են նախկինները ու ներկաները, դա պարզապես անհեթեթ է։ Միմիայն այլընտրանք չունեցող այս ճանապարհն է, որով գնում է Հայաստան եւ հենց Գյումրիից է սկսվում այս ճանապարհը, որովհետեւ դա իսկապես արևմտյան դարպասն է։ Դեպի ոչ թե դեպի Թուրքիա իմիջիալոց, այն ճանապարհը, որով Եվրոպա մտնելու է, կարող է անցնել Թուրքիայի սահմանով, կարող է եւ չանցնել Վրաստանն էլ, միևնույն է վերևից մենք
Վրաստանել ենք հասնելու Շիրակով, Գյումրիով։ Այդպես որ ես համամիտ եմ իմ գործընկերների հետ, Գյումրին է առանցքը, եւ մենք հպարտ ենք, որ ունենք այսպիսի պատրաստված, այսպիսի քաղաքականապես եւ քաղաքական առումով, քաղաքացիական առումով հասուն, պատրաստված եւ եզակի տեխնացու ինչպիսին է պարոն Բարսեղյանը։